Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Նա առաջ երևաց Մարիամ Մագդաղենացուն, Մարկոս 16:9։ Հիսուսը նախ Մարիամ Մագդաղենացուն հայտնվեց, հավանաբար ոչ միայն նրա մեծ սիրո և համառ փնտրտուքի համար, այլ որովհետև ինչպես խոսքն է նշում, նա Քրիստոսի ազատագրող զորության առանձնահատուկ հուշագոթող էր։ Սրանից հարկ է սովորել, որ մեր մեղքի մեծությունը, նախքան մեր դարձի գալը, չպիտի ստիպի կարծել, որ մենք չենք կարող շնորհք գտնել Տիրոջ հետ ամենամտերմիկ կերպով հաղորդակցվելու։ Նա նաև մեկն էր, ով թողել էր ամեն բան Փրկչի մշտական ուղեկիցն ու սպասավորը դառնալու համար։ Տերն էր նրա կյանքի առաջնային և գլխավոր իմաստը։ Քրիստոսի կողմնակիցներից շատերն այդպես էլ չվերցրին նրա խաչը, բայց նա վերցրել էր այն։ Բացի սրանից, նա իր ունեցածը ներդրել էր նրա կարիքները հոգալու համար։ Եթե ցանկանում ենք շատ առնչվել Քրիստոսի հետ, եկեք ծառայենք նրան։ Ասացեք ինձ, ովքեր են նրանք, ովքեր ամենից հաճախ են նստում նրա սիրո դրոշի ներքո և ամենաշատն են խմում հաղորդակցության գավաթից։ Եվ ես վստահ եմ, որ դրանք այն մարդիկ են, որոնք ամենաշատն են նվիրված, ամենամեծ եռանդով են ծառայում և ամենամոտն են գտնվում իրենց թանկագին Տիրոջ արյունահոսող սրտին։ Բայց նկատեք, թե ինչպես Քրիստոսն իրեն հայտնեց այս վշտացած կնոջը։ Մարիամ, Հովհաննես 20:16, ասաց նա։ Բավական էր, որ նրա ձայնը միայն մեկ խոսք արտասաներ, և Մարիամն անմիջապես ճանաչեց իր Տիրոջը, և նրա սիրտն էլ ի պատասխան դրա իր հավատարմությունն արտահայտող մեկ բառ արձագանքեց։ Այն չափազանց լիքն էր ավելին ասելու համար, սակայն այդ մեկ բառն ամենահարմարն էր այդ պահի համար, այն հնազանդություն էր ենթադրում։ Ուսուցիչ, ասաց Մարիամը, Հովհաննես 20:16։ Այսպիսի դավանություն հնարավոր չէ անել, երբ սիրտն ու միտքը սառած են։ Ոչ, երբ հոգիդ բորբոքված է երկնային կրակով։ Միայն այդժամ կարող ես ասել. «Ով Տեր, ես քո ծառան եմ, դու իմ կապանքներն արձակեցիր» Սաղմոս 116:16։ Այնպես որ եթե դու կարող ես ասել «Ուսուցիչ» և զգում ես, որ նրա կամքը քո կամքն է, ուրեմն կանգնած ես երջանիկ ու սուրբ տեղում։ Ի վերջո հիշիր, որ նախ նա պետք է ասեր Մարիամ, այլապես դու չէիր կարողանա ասել ուսուցիչ։ Տես ուրեմն, թե ինչպես է Քրիստոսը պատվում իրեն պատվողներին, ինչպես է սերը դեպի մեզ ձգում մեր սիրեցյալին, ինչպես է այն միայն մեկ խոսքի կարիք զգում, սուգը ուրախություն դարձնելու համար, և ինչպես է նրա ներկայությունը լուսավորում սիրտը։